Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես հայտնի է այս շաբաթ որտեղ է վարչապետը մասնակցելու Սուրբ եւ անմահ պատարագի։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսաուղերձ է հղել։ Կիրակի օրը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի։ Իսկ նախորդին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին նախ նեղ, ապա օնլայնված կազմով։ Ելույթում վարչապետը կարևորել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, խոսել ազատ առևտրի նոր համաձայնագրերի մասին։ Республика Армения придает особое значение расширению географии. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է ԵԱՏՄ մրցակցության բարձրացմանը, մեր երկրների համար բացելով տնտեսական աճի նոր հնարավորություններ։ Տնտեսական համագործակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ է նաև տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար։ Այս համատեքստում կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման եւ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է։ Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանրապետության նախագահն էլ հանդիպում է ունեցել Իրաքի նախագահի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շուրջ։ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տեսլականը, շեշտելով ծրագրի իրագործման լայն ներուժը որպես տարածաշրջանային հաղորդակցության, փոխկապակցվածության եւ տնտեսական ներառական զարգացման հենասյուն։ Ընդգծվել է TRIP նախագծի կյանքի կոչման եւ հաղորդակցության բոլոր ուղիների լիարժեք գործարկման կարեւորությունը։ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի նվիրված միջոցառմանը, որի շրջանակում ելույթ է ունեցել խաղաղություն եւ վստահություն, միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի խորագրով լիագումար նիստին։ Շարունակենք, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Այս մասին Facebook-ի էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Խափանման միջոց ընտրված չէ, շնորհակալություն դատավոր Գարիկ Աբելյանին, նշել է նա։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Կոչուբաևին բերման էին ենթարկել Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների պատճառը նրա Facebook-յան կոշտ գրառումն էր մկրտիչ սրբազանի լուսանկարով։ Հոկտեմբերի 17-ին փաստաբանին 2 ամսով կալանավորել էին։ Այդ ընթացքում ծննդաբերությունից հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը վատացել էր, ինչի առնչությամբ Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին, խնդրելով վերացնել խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին նրա կալանքը փոխարինվել էր բացակայելու արգելքով։ Սամվել Կարապետյանի ամոթալի ձերբակալությունը խախտում է թե գրված, թե չգրված օրենքները։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանն աննախադեպ ամոթալի անօրինական ու շինծու է որակում տեղի ունեցողը։ Նա կարծում է, թե դատախազությունն ու քննիչները գործում են համատեղ եւ նույնիսկ համատեղ աշխատելով չեն կարող ներկայացնել որևէ ապացույց ձերբակալությունը արդարացնելու համար։ 2025 թվականի հունիսի 17-ից մինչ օրս իրավական պետության սկզբունքը, որը ի թիվս այլի երաշխավորում է, որ կալանքները չեն կարող լինել ապօրինի, որ դատարանները պետք է լինեն անկախ, որ քննիչները պետք է լինեն անկախ, որ դատախազները պետք է ապահովեն օրինականության, հսկողություն, նախաքննության, դրանք բոլորը տապալված են։ Այսինքն պարզապես կարելի է վերցնել քրեական դատավարության օրենսգիրքը, նշել Սամվել Կարապետյան անունը եւ փակել քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ այն չի գործում։ Այն չի գործում 177 օր շարունակ։ Վերաքննիչ դատարանը նախագահությամբ տիկին Ժենյա Մելիքսեթյանի ուներ բոլոր հնարավորությունները, օրինակ, ցույց տալու, որ այս նախաբանը, որը ներկայացրեցի քիչ առաջ,
իրականության հետ առնչություն չունի։ Ինչ որտեղ հեշտ խնդիր է, չէ՞։ Մենք բոլորս արեստավարժ իրավաբաններ ենք։ Եթե մենք կարողանում ենք հիմնավորել հակառակը, իսկ դրա փոխարեն դատախազն ու քննիչը, որոնք համատեղ են գործում, իդեպ այդպես չպետք է լինի։ Դատախազը անկախ պաշտոնատար անձ է, որ քննիչին հսկողն է, բայց այս գործով իրենք համատեղ են գործում։ Իդեպ այդպես է եղել 2025 թվականի հունիսի 17-ից, որտեղ այս գործով հաղորդում կոչվածը ներկայացրել է հենց գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանը, եւ այդ պնդումը կատարում են քննիչները մինչ օրս։ Անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ ձեռք բերող կառույց է, այսինքն քննչական մարմինը պետք է ինչպես ապացույցներ ձեռք բերի մեղավորությունը հաստատող, այնպես էլ պետք է ձեռք բերի այդ անմեղությունը հերքող ապացույցներ, այսինքն օբյեկտիվ ապացույցներ պետք է ձեռք բերի։ Բայց այս քրեական գործը այն բացառիկ գործերից մեկն է, որին պաշտպանական կողմը թերևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան ու հիմնավորել ու ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու եւ մեղադրական թեկումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, որ օրինակ բա այս մարդուն ինչի չեք հարցաքննել, այն մարդուն ինչի չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ։ Չենք հարցաքննել, որովհետեւ մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է իօգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Մենք ինչի անունները կտամ հենց հիմա այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, որը ես իմ խորին համոզմամբ դա դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից եւ նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն պարզապես չունի։ Առաջին հայացքից թվում է, թե մենք ունենք հասարակություն, որը ջարդվել է, ամեն ինչի համակերպվում է եւ պայքարող իրավագիտակից հանրության մոտ դա բերում է խոր հիասթափության, անկումային տրամադրությունների։ Այս մասին ուր են տանում հանրային տրամադրությունները թեմայով քննարկման ժամանակ հայտարարել են բանախոսները։ Կարծում են հիմա Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ թվում է, թե իշխանությունը չունի որևէ զսպման մեխանիզմ։ Մենք ապրում ենք իսկապես դրամատիկ փուլում, երբ շատ բաներ շատ դինամիկ աչքիդ առաջ փոխվում է եւ կարիք կա հասկանալու այդ փոփոխությունների տրամաբանությունը։ Մոտավորապես 8-10 ամիս առաջ սկսվեցին սոցիոլոգիական տարբեր հարցումներ եւ տարբեր շրջանակներ բավական ողջավորություն ապրեցին, հասկանալով, որ իրենց վարկանիշը բարձրանում է, հակավարկանիշը իջնում է եւ որ իշխանության վարկանիշը ամենևին անհաղթահարելի բարձունք չէ։ Ես այն ժամանակ ասացի, որ հրապարակային ասեցի, որ այստեղ մի հատ թաքնված բան կա, այս պայմաններում այս իշխանությունը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Եվ այդ միտքը շատ լավ հասկանում է նաև իշխանությունը, եւ իմ կանխատեսումը այն էր, որ իշխանությունը գնալու է ոչ թե իր որակը լավացնելու ճանապարհով, որտեղ դա անհնար է, այլ գնալու է ուղղակի պայմանները փոխելու ճանապարհով, որտեղ այս պայմաններում նա չի կարող վերարտադրվել եւ նրանց ուշքը միտքը լինելու է այն, որ ցանկացած գնով, ցանկացած օրինական եւ անօրինական ճանապարհով փոխել պայմանները։ Դա մոտավորապես կրկնում եմ 8-ից 10 ամիս առաջ էր եւ դրանից հետո այն իրականության մեջ, որ մենք բոլորս ապրում ենք, այն կյանքը, որ մենք ապրում ենք, հենց դրան է ուղղված։ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավականու բողոքը վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին Facebook-յան էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Գործը վերաբերում է 2025 թվականի սահմանված եւ ոչ իրավաչափ բարձրացված սակագնին։ Փաստաբանը հիշեցրել է, որ Մայր Հայաստան շարժման եւ համանուն խմբակցության հետ գործակցության արդյունքում բողոքարկել էին Երևանում թե 2024, թե 2025 թվականին ավտոկայանատեղիների վճարների թանկացումը։ 200,000 եւ ավելի ստացող քաղաքացիների համար առողջապահության նախարարն առավել պատկերավոր ներկայացրել է ապահովագրության կարգը։ Տեսանյութում Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, թե քաղաքացին որքան գումար է ծախսելու այդ նպատակով։ Բարի երեկո, սիրելի քաղաքացիներ։ Ուզում եմ ներկայացնել հունվարի 1-ից 201-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարի վճարման սխեման եւ այսպես։ Եթե ձեր աշխատավարձը հարկերը մեջը, ժողովրդի լեզվով ասած կեղտոտ աշխատավարձը կազմում է 201-ից 500,000 դրամ, ապա ընդհանուր կանոնին համաձայն ձեր ապահովագրավճարը 10,800 դրամ է։
Բայց 2026 թվականի համար պետությունը այս 10800 դրամից 6000 դրամը վճարելու է ձեր փոխարեն պետական բյուջեի միջոցների հաշվին։ 10800 դրամից հանում ենք 6000 դրամ, ստանում ենք, որ ձեր ամսական ապահովագրավճարը կազմելու է 4800 դրամ։ Այս 4800 դրամը ձեր գործատուն, հարկային գործակալը պետք է վճարի առողջության ապահովագրության համար։ Բայց այստեղ էլ, տեսեք, 4500 դրամ դուք ունեք զինապահի խնայողություն։ Հիշում ենք, որ 2026 թվականից այս սանդղակի աշխատավարձ ստացող անձանց համար զինապահի դրոշմնիշային գումարը 5500-ից իջնում է ընդամենը 1000 դրամ։ Եվ մնացած այդ 4500 դրամը ձեր գործատուն ուղղելու է առողջության ապահովագրությանը։ Տակը մնում է ընդամենը 300 դրամ։ Այս 300 դրամը գանձվելու է, պահվելու է, այսինքն ձեր աշխատավարձից եւ վճարվելու է եւս առողջության ապահովագրության համար։ Հարգելի քաղաքացիներ, սա նշանակում է, որ դուք հունվար ամսին պետք է վճարեք 4800 դրամ առողջության ապահովագրության համար եւ 6000 դրամ էլ ձեր համար հունվար ամսին պետությունը կվճարի հավելյալ մասը։ Ձեր անհատական աշխատավարձից պահումը կազմելու է ընդամենը 300 դրամ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների եւ կանցկացնի երկկողմ հանդիպումներ։ Ռուսաստանի առաջնորդն Աշխաբադում մասնակցել է խաղաղության եւ վստահության միջազգային տարվան նվիրված ֆորումին, որտեղ ելույթ ունենալիս հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Թուրքմենստանում նոր ներդրումային նախագծեր իրականացնել։ 2025 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունն արդեն աճել է 35%-ով։ Զգալիորեն գերազանցելով նախորդ տարվա ողջ աճի տեմպը։ Համագործակցությունն ամրապնդվում է էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում, ասել է Պուտինը, նշելով, որ ռուս-թուրքմենական տնտեսական կապերը զարգանում են։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Թուրքմենստանի միջև ռազմավարական գործընկերությունը զարգանում է բարեկամության եւ բարի դրացիության ոգով, ծառայելով որպես վառ օրինակ այն բանի, թե ինչպես պետք է կառուցվեն գործընկերային հարաբերությունները ժամանակակից բազմաբևեռ աշխարհում։ Նախագահը նշել է, որ երկու երկրների ակտիվ մասնակցությամբ իրականացվում են լայնածավալ բազմակողմ տնտեսական նախաձեռնություններ, այդ թվում Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրի ղեկավարությունը գործարքի չգնա Վաշինգտոնի հետ եւ շարունակի հրթիռային ծրագրի իրականացումը։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը վերահաստատել է ավելի վաղ հայտնած դիրքորոշումը այն մասին, որ մերձավոր արևելքում կարգավորման հնարավոր չէր լինի հասնել, եթե ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ չհասցնեին իրանական միջուկային օբյեկտներին։ Թրամփը նշել է, որ Իրանից երկար ժամանակ կպահանջվի միջուկային ծրագիրը վերականգնելու համար եւ հավելել, եթե Իրանը դա փորձի անել առանց Վաշինգտոնի հետ գործարքի գնալու, Միացյալ Նահանգները կոչնչացնի նաեւ այդ ծրագիրը։ Նոյեմբերի սկզբին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թույլ առաջնորդների գլխավորությամբ Եվրոպայի անկման մասին հայտարարություններին։ Նա ասել է, որ Թրամփը չպետք է միջամտի եվրոպական ժողովրդավարությանը։ Մեկնաբանելով մի քանի օր առաջ հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը կանխատեսել է Եվրոպայի անխուսափելի քաղաքակրթական ոչնչացումը առաջիկա 20 տարիներին, ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ոչ ոք չպետք է միջամտի եւ Եվրոպան միջոցներ է ձեռնարկում արտաքին միջամտության դեմ պայքարելու համար, այդ թվում ընտրություններին։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաեւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ես չեմ տեսնում ամերիկացիների կողմից Եվրոպայում ժողովրդավարությունը փրկելու
որևէ անհրաժեշտություն։ Եթե դրա կարիքը լիներ, մենք ինքներս կարող էինք դա անել, ասել է Մերցը վճռականորեն մերժելով ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում Եվրոպայի հասցեին ուղղված քննադատությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը շարունակվելու դեպքում հավանաբար կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։ Թրամփը այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով միայն նախորդ ամիս պատերազմում զոհվել է առնվազն 25,000 մարդ եւ խորը հիասթափություն է հայտնել շարունակվող բախումների կապակցությամբ։ Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Թրամփը խիստ հիասթափված է թե Ռուսաստանից եւ թե Ուկրաինայից հակամարտության լուծման դանդաղ առաջընթացի պատճառով։ Նոյեմբերին Վաշինգտոնը հրապարակել է իր խաղաղության ծրագրի բոլոր 28 կետերը, սակայն ծրագիրը խիստ քննադատության էր արժանացել Ռուսաստանի համար չափազանց բարենպաստ լինելու համար։ Ուկրաինան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան այժմ շարունակում են աշխատել վերանայված 20 կետանոց խաղաղության ծրագրի վրա։ Թայլանդի մարտական ինքնաթիռները կընդլայնեն սահմանամերձ շրջաններում կամբոջական զորքերի դիրքերի ռմբակոծությունը, նրանց հրթիռահրետանային հարվածների ինտենսիվացման ֆոնին։ Այդ մասին հայտարարել է Թայլանդի թագավորական ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա ասել է, որ ռազմաօդային ուժերը կուժեղացնեն ավիահարվածները զարգացող իրադրությանը համապատասխան եւ որ գործողությունները կշարունակվեն այնքան, մինչեւ Կամբոջան դադարեցնի Թայլանդի ժողովրդի ինքնիշխանության եւ անվտանգությանը սպառնացող գործողությունները։ Թայլանդի զինված ուժերն ակտիվորեն հարվածներ են հասցնում Կամբոջայի ծանր հրետանու, համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի տեղաբաշխման վայրերին։ Դեկտեմբերի 7-ին Թայլանդի եւ Կամբոջայի սահմանին մարտական բախումները վերսկսվել են։ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն Թայլանդը առաջինն է կրակ բացել։ Բանգկոկը պնդում է հակառակը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքների ստացման գործընթացը թվայնացվել է։ Պետեկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել։ Հարգելի հարգվճարող, 2025 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, նոր հարթակի միջոցով։ Էլեկտրոնային է դարձել նաև տեղեկանքը ստանալու համար դիմումը եւ անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը ներկայացնելու գործընթացը։ Ֆիզիկական անձիկ, անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունների ներկայացուցիչները այլևս պետական եկամուտների կոմիտե այցելելու անհրաժեշտություն չեն ունենա։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած կազմակերպություններին եւ Հայաստանում հաշվառված անհատ ձեռնարկատերերին համակարգը էլեկտրոնային եղանակով տեղեկանք կտրամադրի դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո, իսկ ֆիզիկական անձիկ տեղեկանքը կստանան դիմումը ուղարկելուց 2 աշխատանքային օր հետո։ Տեղեկանքը կունենա QR կոդ եւ էլեկտրոնային հսկիչ ծածկագիր, որի վավերականությունը հարկ վճարողները, ինչպես նաեւ օտարերկրյա գործընկերները հնարավորություն կունենան ստուգելու ՊԵԿ պաշտոնական կայքեջում կամ verify.gov.am համակարգում, մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը։ Տեղեկանքը հասանելի կլինի ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ Ջրային պարեկները հայտնաբերել են սիկ տեսակի 110 ձուկ ավելին տեսանյութում։ Դեկտեմբերի 10-ին ժամը 10-15-ի սահմաններում Սևան Մարտունի գետապ ճանապարհին ջրային պարեկները կանգնեցրել են Կարմիր գյուղի մի բնակչի վարած VAZ 21099 մակնիշի ավտոմեքենան։ Ստուգման մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 110 հատ ընդհանուր 49.6 կիլոգրամ սիկ տեսակի ձուկ։ Տղամարդն ավտոմեքենայով հանդերձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ Հայաստանի առանձին վայրերում վաղը գիշերը սպասվում են թույլ տեղումներ Լեռներումձյան եւ Թացձյան հովիտներում անձրևի տեսքով։ Օրվա մնացած ժամերին օդերևութաբաններն ամենուրեք կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 1-ից 3, վաղը ցերեկը 5-ից 7 աստիճան տաքություն։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անց վերլուծությունն է բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ու մաղթում հաճելի հանգստյան օրեր։